Վարձով է տրվում Երևանում Եվրամիության գրասենյակը։ Բողոքի այս ցուցանակը Հոիդան, Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամներն են ուզում փակցնել կառույցի Երևանյան գրասենյակի դարպասին։ Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տալիս։ Տրվում է վարձով այս գրասենյակը, քանի որ կարող է ուրիշ ավելի լավ իրավապաշտպան կազմակերպություններ որոշեն վերցնել այս շենքը եւ մարդու իրավունքների մասին ավելի լավ խոսել։ Այս շենքի գոյության իմաստը չեն հասկանում երիտասարդ դաշնակցականները, երբ Հայաստանի բանտերը լցված են քաղբանտարկյալներով։ Նրանց ձեռքին կալանավորված սրբազանների եւ բոլոր այն մարդկանց լուսանկարներն են, որոնց իրենք համարում են քաղբանտարկյալներ։ Ու այդ լռությունը բերել է այս նկարում պատկերված մարդկանց բանտարկությանը, որոնք քաղաքական պատվերով են բանտարկվել, որոնք հաշտ չեն եղել երկրում տիրող իրավիճակի հետ, իրենց արդարացի զայրույթը արտահայտել են։ Կարծում են Հայաստանում մարդու իրավունքները թաղված են Եվրամիության դրոշի 12 աստղերի տակ։ Աստղերը խորհրդանշող միասնությունը, համերաշխությունն ու կայունությունը Եվրամիությունը երբեք Հայաստանում չկիրառեց։ Նկատում են բողոքի ակցիայի մասնակիցները։ Մենք, ինչպես ընկերներս նշեցին արդեն, պարզապես տեսնում ենք շենքն է, պարզապես տեսնում ենք դրոշ, տեսնում ենք Եվրոպական միության պատվիրակություն գրվածքը եւ հասկանում ենք, որ բացարձակ անգործությունն է կամ ուղղակի գործունեություն է ծավալում այն կետերի թեզերի շուրջ, տարածում է միայն այն հայտարարությունները, որոնք որ այսօր հաճո են իշխանություններին եւ անձամբ իրենց։ Ակցիայի մասնակիցները հիշում են 2018-ից առաջ Եվրամիությունն ինչպիսի գերուշադրությամբ էր արձանագրում ու աղմուկ բարձրացնում, երբ երկրում քաղաքական որևէ իրադարձություն էր լինում, իսկ հիմա կարծես խուլու համր է։ Մի քանի օր առաջ էլ երիտասարդ դաշնակցականները ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի մոտ էին Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներին ազատ արձակման կոչով։ Այդ պահանջով նամակ էին փոխանցել, բայց ոչ մի արդյունք։ Մեծ սպասելիքներ չունեն նաև Եվրամիությունից, բայց ասում են շարունակելու են եվրոպական կառույցների դռները ծեծել այնքան ժամանակ, մինչև դրանք հրաժարվեն Ջայլամի քաղաքականությունից։ Լիլիթ Գասպարյան, Հենրիկ Համազասպյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Helur։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։